Ողջույն բոլորին, ես Գևորգն եմ եւ ավարտվեցին ազգային հավաքականի հանդիպումները, ինչ որ հակասական էմոցիաներով, առաջին խաղից հետո բացասական, երկրորդ խաղից հետո լրիվ դրական։ Ես խոսել եմ հավաքականի հանդիպումներից, կոնկրետ մեր հավաքականի խաղերից, լինկը կարող եմ թողնել այս երկու հատվածներից մեկում, կարող եք գնալ դիտել, եթե չէ, մտեք իմ YouTube-յան ալիք, ներքևում գտեք հավաքականի մասին տեսանյութ, ամենավերջին տեսանյութն է եւ դիտեք։ Բայց դրանից հետո իհարկե բոլորը սպասում ենք ակումբային ֆուտբոլի վերադարձին, որովհետեւ ինչ խաղեր էին մեզ սպասվում, ինչ դիմակայությունների ակնկալիք ունենք մենք, որ պետք է տեսնել ու ասեմ իմանաք, մենք ընդհանրապես, կոնկրետ ես ընդհանրապես չհիասթափվեցի, այո, կան հանդիպումներ, որտեղ սպասում էի ավելիին, կոնկրետ թիմերից, բայց հիմա ինչ արած յուրաքանչյուր դեպքում չէ, որ կարող է ամեն սպասելիք արդարանա քո համար։ Թե Անգլիայի Պրեմիեր լիգայում, թե Իսպանիայի Լա լիգայում ու թե Իտալական սերիայում եղան հանդիպումներ, որոնց մասին իհարկե այսօր ես խոսելու եմ, Մանչեսթերյան դերբի, որտեղ Մանչեսթեր Յունայթեդը հերթական անգամ տապալվեց, իսկ մրցակիցը որևէ ինչ որ տիեզերական բան ցույց չտվեց, ուղղակի ամորիմի պարտություններ, սա ու ես կոնկրետ խոսելու եմ այսօր ամորիմի մասին, արդեն բողոքելով մասնագետից։ Լիվերպուլը, որը շարունակում է խայտարակ վատ ֆուտբոլ խաղալ, բայց շարունակում է մնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի միակ թիմը, որը 4-ից 4 ունի, պլյուս իրանք ձեռք բերեցին Իսակին, որը չգիտես ուր դες սխկես, որ ինչ-որ մի բան դառնա, իրանք մի հատ իրանց ունեցածով մի հատ փորձեն բավարարվեն ու հասկանան ինչ ֆուտբոլ են խաղում, հետո ընդ է արդեն Իսակին բերեն։ Չելսին, որը սենց ինչ-որ տո լավ է խաղում, տո ոչնչացնում է մրցակցին, տո շատ կարևոր խաղում միա որակորցնում։ Արսենալը, որը տպավորեց, մի խոսքով շատ բան կա խոսելու Անգլիայի Պրեմիեր լիգայից, այնտեղ խոսելու ենք նաև Իսպանական Լա լիգայում, Մադրիդի Ռեալից, Բարսայից չեմ խոսալու, որտեվ ինչ խոսամ Բարսելոնայից, այնտեղ մրցակիցը Վալենսիան էր, Վալենսիան խորտակված թիմ է ու Բարսան 6-0, եթե չեմ սխալվում վերջին 3-15-ով 1 հաշիվը այդ երկու թիմերի միջև, Ռաֆինյան դարձավ դուբլի եղինակ, Լևանդովսկին դարձավ դուբլի եղինակ, Ֆերմինը դարձավ դուբլի եղինակ։ Մի խոսքով, Բարսայից այնքան բան չկա ասելու, ունեմ միտք Մադրիդի Ռեալի մասին ու հատկապես Կիլիան Մբապեի, որը տպավորում է մրցաշրջանի մեկնարկից, եւ իհարկե Իտալական սերիայում կրկին Յուվենտուսն ու Ինտերը տվեցին մրցաշրջանի լավագույն հանդիպումներից մեկը, թերևս լավագույնը իմ դիտած, այնտեղ կար ամեն ինչ, գոլեր, մարտավարական պայքար, բայց Յուվենտուսն ավելի լավն էր։ Յուվենտուսը տպավորեց հաճելիորեն, իսկ նույնը չես ասի Կիևի Ինտերի մասին։ Մոդրիչը դարձավ գոլի հեղինակ, 39 տարեկան, 40 տարեկան Մոդրիչը առաջատար է Միլանում, հաշվի առնելով դե ինչ երիտասարդներ այնտեղ կան ու ոնց է Մոդրիչը քարշ տալիս Միլանին, բարդ մրցաշրջան է իհարկե սպասվում ռոսոներիներին։ Քննարկենք ֆուտբոլը, բայց մինչ այդ ես հորդորում եմ ձեզ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, եթե ձեզ դուր գա այս տեսանյութը, թողնեք լայք, տեսանյութի ներքևում, հետևեք ինձ սոցիալական հարթակներում, հատկապես Telegram-ում եւ Instagram-ում, որտեղ մենք գնալով աճում ենք։ Այո, Telegram-ում ինչ որ sense տատանումներ լինում են, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ բոլորն են մնայուն։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլորին, ովքեր շնորհավորեցին իմ ծննդյան կապակցությամբ, գնահատում եմ յուրաքանչյուրի խոսքը եւ ինչ մաղթել ինձ մաղթում եմ նաև ձեզ։ Քննարկենք ֆուտբոլը, քանի որ այնտեղ շատ բան կա խոսալու։ Թե որից սկսեմ, ես էլ չգիտեմ։ Դե ընկերներ, եկեք սկսենք լոնդոնյան թիմերից, երկու top թիմեր, որոնք շատ տարբեր արդյունքներ գրանցեցին։ Նախ Չելսին 2-2 հաշվով ավարտեց լոնդոնյան դերբին, վերջերս շատ են լոնդոնյան դերբիները, բայց հիմա ինչ անենք։ Չելսին խաղաց Բրենթֆորդի հետ ու հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Շատ տարբեր մտքեր առաջացնող հանդիպում էր իրականում, որովհետև եթե նայում ես խաղի հաշվին, որ 2-2 վերջի վայրկյաններին գոլեղինակ է դառնում Բրենթֆորդը, երբ որ 2-1 էր փաստացի թե Չելսին, թե Բրենթֆորդը քամբեք արեցին, որովհետև Բրենթֆորդն էր առաջինը դարձել գոլեղինակ, հետո Բրենթֆորդը ամբողջությամբ փակվեց սեփական կիսադաշտում, Չելսին էր թելադրում խաղը ու շատ լավն էր Չելսին իրականում, խփեց 2 գոլ, Փալմերը դարձավ գոլեղինակ ու վերջում Ֆաբիո Կարվալյոն, եթե իհարկե շատերը հիշում եք նման ֆուտբոլիստի գոյության մասին, դարձավ երկրորդ գոլեղինակը Բրենթֆորդի ու որպես այդպեսին Չելսին կորցրեց միավորներ։ Հաշվին նայելով իհարկե չես կարող արտացոլել ու նկարագրել հանդիպումը, ինչու որովհետև ընդհանրապես հաշվին նման չէ, սա խաղի ընթացքում Չելսին էր գնդակով, սա խաղի ընթացքում ավելի ակտիվ էր ու ավելի սուր էր Չելսին, Մարեսկայի մտքերը շարունակում են լավը լինել, 3-1-6 դասավորվածությունը շարունակում է Մարեսկայի մոտ լինել ակտուալ եւ 6 հոգին հարձակման կենտրոն կրակակետում
Իհարկե շատ վտանգավոր են մարտավարորեն, ինչու, որովհետև այնտեղ որպես այդպեսին ուղիղ 9 համար չկա, օրինակ ինչպես է United-ում, City-ում կամ օրինակ Liverpool-ում արդեն, Chelsea-ում չկա ուղիղ 9 համար, դասական կենտրոնական հարձակվող, այնտեղ Joao Pedro-ն է եւ Pedro Neto-ն, Cole Palmer-ը, Enzo Fernandez-ը, նրանք բարբերաբար գտնում են պիսապաշտպանների ու պաշտպանների արանքը գտնվող այդ ազատ տարածությունները, այդ ազատ գոտիները ու դրանով իսկ դառնում են շատ վտանգավոր ֆուտբոլիստներ ու Chelsea-ն դառնում է շատ վտանգավոր թիմ։ Պլյուս դրան լատերալները, որոնք միանում են գրողներին, Rhys James կա այնտեղ, Cucurella կա, մտավ խաղադաշտի երկը Alejandro Garnacho-ն, ու այս Alejandro Garnacho-ի խաղադաշտ դուրս գալը կարծես թե ամբողջությամբ փաստում է այն անեծքը, որը մարդիկ ասում են, որ United-ի վրա է, անիծված Manchester United-ը, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով հեռանում է Manchester United-ից, ինքը դառնում է ինչ որ մի հատ, չգիտեմ, տպավորությամբ ծաղկում է, ինքը դա վերածվում է այն ֆուտբոլիստի, ինչի համար, որ օրինակ գնացել էր Manchester United։ Alejandro Garnacho-ն շատ լավ էր նայվում Chelsea-ի մարզաշապիկով, Alejandro Garnacho-ն շատ ակտիվ էր, եթե չեմ սխալվում գոլային փոխանցում կատարեց, գուցե հիմա սխալվում եմ, որովհետև տենց այն մտքով չէի նայում, որ Լուսաբանեի կամ Խոսեի հետ հանդիպումից ուղղակի դիտում էի որպես ֆուտբոլային հանդիպում հաջուկի համար երեկոյան, բայց հիմա ստացվեց այնպես, որ փոքրիկ ակնարկ այդ խաղի վերաբերյալ ունեմ, ու Alejandro Garnacho-ն եթե չեմ սխալվում դարձավ գոլային փոխանցման հեղինակ, եթե չի էլ դարձել, ուրեմն բավականին լավ ֆուտբոլ էր խաղացել, ես դա արդեն վստահ հիշում եմ։ Ու դա արդեն կարծես թե գալիս է Manchester United-ի անեծքը։ Բայց Chelsea-ն, որը հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունը հաղթելով մեծ հայտ ներկայացրեց, որ իրանք ոչ պակաս չեմպիոնական պայքարի մասնակից են լինելու, այո, գուցե իրանք Arsenal-ի ու բանի պես Liverpool-ի պես մեծածախ գնումներ չկատարեցին, տենց սուպեր թվեր չտվեցին X ֆուտբոլիստներին, ինչի համար ժամանակին տվելն է, օրինակ հենց մեկը Caicedo-ն ու Enzo Fernandez-ը։ Իրանք ցույց տվեցին աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելով, որ իրանք պայքարելու են չեմպիոնության համար, առնվազն հեշտ մրցակիցներ չեն լինելու թոփերին, չնայած իրանք էլ են թոփ։ Բայց եթե նայում ես մրցաշրջանի սկզբին ու նայում ես թե ինչ արդյունքներ պետք է գրանցեն այն թիմերը, որոնք պետք է պայքարեն չեմպիոնության համար, Chelsea-ի այս ոչ ոքին ու գուցե մնացած հանդիպումներում, որտեղ Chelsea-ն, որ ասես 1-2-4 տուր է եղել, երկուսում Chelsea-ն տոպ էր, եւ որ իրոք տոպ էր, ընդ West Ham-ին ոչնչացրեցին, չնայած հիմա ով չի ոչնչացնում West Ham-ին, ինձ թվում է Graham Potter-ին շատ արագ հանելու են գլխավոր մարզչի պաշտոնից, ընդ ֆինանսական խնդիր կան, հանդերձարանի խնդիր կա, մի խոսքով պակետայի մի հատ 11 մետրանոցն ու համբուրելը տարբերանշանը ոչինչ չի նշանակում։ Chelsea-ն պետք է այս ժամանակահատվածում, որտեղ թոփերը կարող են ինչ-որ ձևով սայթակել, օրինակ Manchester City-ն սայթակում է, հարց է թե Newcastle ինչպես է հանդես գալու, Arsenal-ն ու Liverpool-ը իրանք արդեն զգացվում է, որ ամենավերևն են լինելու ամբողջ մրցաշրջանի ընթացքում, բայց այնտեղ կան Եվրագավաթային Չեմպիոնների լիգայի գոտու տեղեր, ու կարելի է սպասել նույնիսկ Arsenal-ից ու Liverpool-ից ինչ-որ սայթակումներ, Liverpool-ի մասին կխոսեմ, դեռևս չենք հասնենք դրան։ Ու Chelsea-ն պետք է կոնկրետ այս ժամանակահատվածում հնարավորինս ավելի շատ ինտեգրվի, ավելի քիմիան ավելի լավ պետք է աշխատի Maresca-ի մոտ, ու իրանք պետք է հաղթեն հանդիպումները իրար հետևից։ Բայց նման խաղը տենում եք, որ կարող է լուրջ ակնարկ լինել նրան, որ Chelsea-ն այդքան էլ ստաբիլ չէ ֆուտբոլային առումով, ոչ թե մարշական մտքերի, այլ ֆուտբոլիստները այդքան էլ ստաբիլ չեն դեռևս իրենց դգում խաղադաշտում։ Cole Palmer-ը վերադարձել է, Cole Palmer-ը բոլորիս կարծիքով ինձ թվում է շատերը կհամաձայնեն համարվում է Chelsea-ի առաջատարը, կան դե Enzo, կան դե Caicedo, բայց Cole Palmer-ը ամենահայտնի ֆուտբոլիստն է նախնդեղ, երկրորդն էլ այդ ամենախայպովի ֆուտբոլիստն է ու լավագույն ֆուտբոլիստներ համենայն դեպս վերջին երկու մրցաշրջանում, բայց 2 տարի կա արդեն որ ինքը Chelsea-ում է, ու այդ առաջին իսկ մրցաշրջանը, որտեղ ինքը Pochettino օրոք թոփեց, այդ Cole Palmer-ին եկեք իրատես լինենք, մենք չենք տեսել։ Այդ մրցաշրջանից հետո Cole Palmer-ը չի տալիս այն ազդեցությունը Chelsea-ի խաղի վրա, ինչ մենք տեսանք 2 կամ 1.5 տարի առաջ։ Եթե չեմ սխալվում, Palmer-ը վնասված ստացավ։ Այդ վնասվածքից հետո, այդ փոքրիկ դադարից հետո ինքը չի վերականգնել այն մարզավիճակը, որը ուներ, ու դա շատ մեծ խնդիր է Maresca-ի համար, որովհետև Maresca-ն այո, ինքը ունի բալանսավորված թիմ, որտեղ ֆուտբոլիստները կարող են անհատապես հարցի լուծումներ տալ, բայց որպես համակարգ այնտեղ գլխավոր դերակատարը Cole Palmer-ն է։ Եվ եթե Cole Palmer-ը այնտեղ առաջնային հարց չի լուծում, ապա Chelsea-ի մոտ նման հանդիպումները կարող են ավելի շատ ստացվել։ Այո, Palmer-ը դարձավ գոլեղենակ։ Այո, աշխատեց կիսապաշտպանությունը։ Enzo-ն շարունակաբար Տուգանայինում էր, ինքը շատ լավ է իր աշխատանքը կատարում, բայց ախր սենց խաղերում պետք է հաղթել։
Սենց խաղերում է պետք հաղթել, որ վերջում դու հասկանաս, որ դու չեմպիոնական պայքարի մեջ ես ու գնահատես այն հաղթանակները, որոնք դու ունեցար։ Վառ օրինակ նախորդ տարվա Լիվերպուլը։ Նույն Բրենթֆորդի դեմ։ Հիշում եք, մինչև 90-րդ րոպե 0-0 էր։ Բայց Լիվերպուլը կարողացավ կորզել հաղթանակ, երկուսն էլ Նունյեսը խփեց։ Այնտեղ, եթե չեմ սխալվում, կար Լիվերպուլի մասնակցությամբ եւս 1-2 հանդիպում, որտեղ իրանք ծերով հաղթեցին, ինչը հիմա անում է Լիվերպուլը այս մրցաշրջանում Պոլնի, բայց ի տարբերություն այնտեղ, երբ որ կար Բայերի գործոնը, այսինքն երբ որ դու նայում էիր խաղին ու տենում էր, որ Լիվերպուլը ֆուտբոլով ավելի լավն է մրցակցից, ու ասում էր լավ, հեսա կխփեն, բանը հասնում էր վերջի վայրկյաններին, բայց իրանք խփում էին, այս Լիվերպուլը լրիվ դրա մասին չի, բայց կրկնում Լիվերպուլի մասին մի փոքր անց։ Չելսին դեռևս ոչ ստաբիլ է։ Ու դա խնդիր է Էնցո Մարեսկայի համար։ Դա խնդիր է Էնցո Մարեսկայի համար, որովհետև որքան ուժ գտնի Չելսին ստաբիլություն ու այդ հաղթական թելը, որը իրանք պետք է բռնեն ու բաշխ թողնեն, այդքան վատ է լինելու Չելսիի համար, որովհետև գնալով մրցաշրջանը բարթանալու է, հիմա սկսվում է նաև Չեմպիոնների լիգան ու շատ վատ է լինելու ամեն ինչ, եթե Էնցո Մարեսկան չգտնի այդ արդյունքի բալանսը։ Եթե արդյունքի բալանսը գտան, ապա խաղային առումով ես Չելսիի մոտ խնդիրներ չեմ տենում։ Սա սայթակում էր, բայց այս այթակումը կարող է թանկ արժենալ մրցաշրջանի վերջում, բայց դա կքննարկենք, երբ որ գա մրցաշրջանի վերջը։ Երկրորդ լոնդոնյան թիմը, որի մասին ես ցանկանում եմ խոսել, դա Արսենալն է։ Արսենալը հաղթեց Նոթինգհեմ Ֆորեսթին 3-0 հաշվով, ընդհանրապես որպես այդպեսին ինչ-որ մրցակցություն չեղավ խաղադաշտում, ես ակնկալում էի իրականում ինչ-որ մի հատ բան, բայց հասկանալով Նոթինգհեմ Ֆորեսթի կարգավիճակը, իհարկե պարզ էր, որ Արսենալը հոշոտելու է ուղղակի մրցակցին։ Նոթինգհեմ Ֆորեսթի մոտ ինչ-որ մի հատ շատ տհաճ իրավիճակ է ու ես շատ հայկական արյուն եմ նկատում այդ որոշումների մեջ, ինչի, որովհետև նայեք, Նունո Էշպիրիտու Սանտոն, գլխավոր մարզիչն էր Նոթինգհեմ Ֆորեսթի, Նունո Էշպիրիտու Սանտոյի օրոք Նոթինգհեմը գրանցեց իր լավագույն արդյունքը երևի վերջին 20-25 տարիների ընթացքում։ Իրանք գնացին Եվրագավաթ, հա, եթե չգիտեք, Նոթինգհեմը նախորդ մրցաշրջանում մենակ վերջին հատվածում մրցաշրջանի տապալվեց ու դրա պատճառով միայն որ ոչ թե հանդես է գալու Չեմպիոնների լիգայում, այլ հանդես է գալու, եթե չեմ սխալվում, Կոնֆերենցիաների լիգայում։ Տոլի Եվրոպա լիգա, ոչ մի Եվրագավաթային ֆուտբոլ, ինչը երկար ժամանակ չի եղել Նոթինգհեմ Ֆորեսթի մոտ։ Նունո Էշպիրիտու Սանտոն, բոլորին սիրում են, բոլորը հարգում են։ Տեղ կա բանի Նոթինգհեմ Ֆորեսթի սեփականատիրոջ գլխի վրա եւ այլն, բայց տեսեք, որ շատ արագ կյանքը փոխվում է, երբ որ դու շատ սիրված ես լինում մարդկանց կողմից, երբ որ դու շատ սիրված ես լինում ղեկավարության կողմից, կարող է մեկ sense ճտիկ ու ամեն ինչ փոխվել։ Նույնիսկ չեմ էլ հիշի, շատ բարդ է հունական ազգանուն ունի հույնա որպես այդպեսին Նոթինգհեմ Ֆորեսթի սեփականատերը, ամեն ինչ սկսվեց այն հայտնի տեսանյութով, որտեղ խաղից հետո սեփականատերը դուրս է գալիս խաղադաշտ ու հենց խաղադաշտում տեսախցիկների առջև սկսում լեզվակռիվ Սանտուի հետ։ Սանտուն հասկանում է իրավիճակը, փորձում է ընդունել սեփականատիրոջ խոսքերը, հանգստացնել, որ գուցե հետո արդեն, չգիտեմ, գնան իրանց սենյակ ավելի լուրջ, ավելի երկար խոսեն ինչի մասին որ խոսում էին։ Ու նայեք ընկերներ, բանը հասավ նրան, որ այս լարվածությունը գուցե վարեստական սկսվեց այդ ամեն ինչը, այլ լարվածությունը բերեց նրան, որ Նունո Էշպիրիտու Սանտուին որոշեցին հեռացնել 3 տուրից հետո ու գլխավոր մարզիչը եկավ Անժե Պոստեկոգլուն ու շատ պարզ էր, որ խնդիրներ է ունենալու Նոթինգհեմ Ֆորեսթը Արսենալի դեմ ու դա էլ երևաց մի անգամ խաղի ընթացքում փոխարինվեց շատ պաշտպանողական ոճի մարզիչը շատ հարձակողական ոճի մարզչով, որպես այդպեսին իր ցանկությամբ ոչ մի տրանսֆեր չիրականացավ, ինքը իր ֆուտբոլիստներով նոր նույնիսկ ժամանակ չունի տրամադրվելու, ժամանակ չունի պատրաստվելու, միանգամից Արսենալ, շատ պարզ էր, որ Արսենալը ոչնչացնելու է։ Ու այդպես էլ եղավ, Արսենալը իհարկե շատ լավ բալանսավորված ու շատ խելացի ֆուտբոլ խաղաց, այո, Բուկայո Սակային միացավ նաև Մարտին Էդեգորը, վնասվածքները իհարկե այս շրջանում հատկապես հավաքականների խաղերից հետո ակտուալ են, ընդ Պարի Սեն-Ժերմենը 3 հատ վնասվածք ունի, Դեմբելե, Դուե ու Կվարացխելիա, ինչ եղավ բանը արդեն Արսենալից Բուկայո Սական վնասվածք ունին, դե ավելացավ Մարտին Էդեգորը, մի քանի թիմերում եւս վնասվածքներ եղան, մի խոսքով Նոթինգհեմից Մուրիլիոն ստացավ վնասվածք։ Ոբշեմ, չխոսենք խաղերի քանակի, չխոսենք ինտենսիվության ու շարունակենք թքած ունենալ ֆուտբոլիստների առողջական վիճակի վրա։ Կարևորը գումարը կա UEFA-ում։ Արսենալը կարողացավ հիասքանչ հանդիպում անցկացնել, նույնիսկ այնպիսի տպավորություններ, որ ով չկա խաղադաշտում այդքան էլ կարիք չկա այդ ֆուտբոլիստների, այսինքն Դեկլան Ռայսը Պայստայների նստարանին էր մնացել, հարձակման եռյակը կազմել էին Մադուեկեն,
Էզենու Գյոկերեշը Մադուեկեն ընդհանրապես երկրորդ հանդիպումն անոթում է ճուղակի թոփի վրա է Մադուեկեն ասում է ես պատրաստ եմ պայքարել ու ինչ ուզում եք արեք ես խաղալու եմ այս թիմում ու ինքը Բուկայո Սակայի համար արդեն լուրջ մրցակցություն կարող է դառնալ եթե ինքը շարունակի նույն ձև խաղալ այո բոլորս էլ հասկանում ենք որ առաջնային տարբերակը դա Սական է որովհետև ինքը ավելի ստեղծագործ է ինքը ավելի բանը բացա նոր հնարավորությունների ինքը սահմանափակ չի ոնց որ Մադուեկեն, հա, որտեղ Մադուեկեն կարողանում է շատ լավ կատարել X2-3 գործողություն, իսկ Բուկայո Սական ազատության ֆուտբոլիստ է, ինքը շատ բան կարող է անել ու ավելի վտանգավոր է սրություն մտցնելուց։ Բայց Մադուեկեն իհարկե բրավո, նույնը կարող եմ ասել Էբերիչեեզեի մասին, ինքը երկար ժամանակ չէր խաղացել այդ դիրքում, հա, ինքը 10 համար էր գրեթե մրցաշրջան ու կես Crystal Palace-ում ու իրան տարան Զախիեզեր, ինքն նենդե շատ լավ խաղաց, ինչը խոսում է որ Գաբրիել Մարտինելին շատ խուլ պայստային ֆուտբոլիստ է դառնալու, ինչը կարող ասենք նաև Լեանդրո Տրոսարի մասին, որը այդքան էլ արժանի չէ պայստային լինելու, համենայն դեպս ես սպասում եմ որ Տրոսարը ամռանը կհեռանա ինչ-որ միտեղ ու կսկսի ֆուտբոլ խաղալ, որտեղ Տրոսարը ունի այդ որակները, ինքը գիտեք ոնց է ինքը Ջեյմի Վարդիի պես տենց կիլերական բան ուներ հոտարություն ուներ հարցակողու ինքը իրան երբ տալիս էին ժոտայի պես իրան երբ տալիս էին ինքը կարողանում էր առավելագույնը խաղալ տվյալ դրվագից Արսենալը հաղթեց 3-0 հաշվով Գյոկերեշը դառնում է գոլի եղինակ Գյոկերեշը տպավորում ոչ թե շատ այլ են որ հələ որ նորմալ է հələ որ սպասենք այսինքն ինքը թույլ է տալիս որ մենք քննարկենք իրան որ ասենք դեռ ինքը ստե պիտի աճի ինքը sense պիտի անի բայց այն որ ուղիղ քննադատություն ոնց որ օրինակ Շեշկոյի վրա կլինի չկա որովհետև ինքը գոլ խփում է ինքը վազում է ինքը սև աշխատանք կատարում է ու դա ստիպում է որ ասես լավ հələ եկեք սպասենք գուցե այն Գյոկերեշը հələ մեզ արչեվում սպասում է Արսենալը հաղթեց թոփ Արսենալը շարունակելու է պայքարել միջև վերջին տուր չեմպիոնության համար, ինչպես եւ Լիվերպուլը իրանք երկու հիմնական հավակնորդներն են, բայց Հիմա հանգամանքները այնպես են ստացվում, որ երկու հավասար թիմեր, որտեղ հավասար ֆուտբոլ էր, ուղղակի ինչ որ ոչ ստանդարտ գործողությունը հաղթանակ պարգևեց Լիվերպուլին, դա Սոբոսլայի խփած գնդակն էր, բայց Արսենալը ոչնչով պակաս չէր այդ խաղում Լիվերպուլից, ուղղակի տարբերությունն այն էր, որ Արսենալը ավելի շատ եկել էր չպարտվելու, քան հաղթելու այդ հանդիպումը։ Ես դրա մասին նախորդ տեսանյութի ժամանակ խոսել եմ։ Բրավո Արսենալ, Մարտին Զուբիմենդին ուղղակի փայլեց դուբլ, երկրորդ գոլը գլխով, եթե չեմ խորում, երկուսն էլ գլխով Չէ, մեկը գլխով խփեց, մեկը շատ հիասքանչ ընթացքից կատարած հարվածով դարձավ գոլի եղինակ, Զուբիմենդին փայլուն է, հենակետային գոտին ամբողջությամբ փակված է, պլյուս այնտեղ կա Ռայս, Էդեգոր, Մերինոն է լավ խաղը մեջ մտնում եւ այլն, Արսենալը լավագույն բալանսավորված կազմ ունի Պրեմիեր լիգայում։ Երբ որ ես մրցաշրջանի սկզբում նշում էի դա, մարդիկ ասում էին, լավ, դե ինչ ես խոսում, Արսենալի տեսել ես բնավորություն չունեցող եւ այլն, ընկերներ Արսենալը Եթե ոչ աշխարհի, ինչը շատ մոտ է, ապա Անգլիայի Պրեմիեր լիգայի հզորագույն կազմը ունի, երբ որ մենք խոսում ենք բալանսի վերաբերյալ։ Երբ որ մենք խոսում ենք գնդակ բաց չթողնելու վերաբերյալ, Արսենալը աշխարհում լավագույնն է։ Իրանք մի հատ գոլ են բաց թողել։ Այն էլ ոչ խաղային իրավիճակից։ Իրանք բաց են թողել ստանդարտից։ Խաղային իրավիճակում Միկել Արտետան հղկել է այնպիսի պաշտպանություն, որը այս պահի դրությամբ անանցանելի է։ Ցույց տա ժամանակը, որքանով է այս պաշտպանությունը ունակ պահելու այս ֆանտաստիկ շարքը, բայց հիմա Արսենալին բրավո։ Իրոք, նրանք ուղղակի փայլեցին ու տարան արժանի հաղթանակ։ Ընկերներ, որպեսզի ձեր մոտ ինչ-որ խուճապ չառաջանա կամ զարմանք չառաջանա, ոնց էր որ նախորդ կտորում դու Լիվերպուլի մարզաշապիկով էիր, հիմա սենց էս ուրիշ վերջն ես հակել, բանը կայանում է նրանում, որ ես էս կտորների արանքում մի փոքր հանգստանում եմ ու ջուր խմելուց ջուրը թափվեց մարզաշապիկի վրա ու ես չէի կարող այդպես նստել, որոշեցի փոխեմ, իրականում ոչ պակաս արժանի շապիկ է, որ ես պետք է կրեմ տեսանյութերի ընթացքում ու ոչ միայն Խոսենք ֆուտբոլից։ Լիվերպուլը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, այս անգամ հաղթեց Բարլին 1-0 հաշվով, վերջին վայրկյաններին կրկին այս մրցաշրջանում Լիվերպուլը բոլոր հանդիպումներում իր հաղթական գոլերը խփել է 80+ րոպեին, ու այս խաղում եւս Լիվերպուլը հաղթեց շատ ծանր դիմակայությունում, իրականում հաղթեց Մոհամեդ Սալահի խփած գոլի շնորհիվ, այո, եթե նայես խաղին շատ տխուր ֆուտբոլ էր ընթանում, ու ասել, որ, չգիտեմ, այնց պիտի դնես նորից նայես այդ խաղը, իհարկե սուտ կլինի, որովհետև ընդ նայելու որպես այդպեսին չկար ինչ որ բան, Լիվերպուլը ամբողջությամբ տիրում էր խաղին,
Լիվերպուլը գնդակով էր, Լիվերպուլը սրություն չէր տալիս ընդհանրապես, Բարլին դուրս էր եկել խաղադաշտ միայն պաշտպանվելու, Բարլին մոռացել էր մի պահ այնտեղ, որ կարելի է գրոհել, ու չեմ կարող շատ բան խոսել կոնկրետ այս հանդիպումից, որովհետև այնտեղ շատ բան էլ չկա, ասենք որ ասեմ Բարլինի պաշտպանվում էր Լիվերպուլը հետաքրքիր էր կոմբինացիոն եւ այլն դրա մասին խոսենք, չէ, դա էլ չկար։ Ընդհանրապես դա էլ չկար։ Ու Լիվերպուլը գնալով ավելի ու ավելի խորն է ինձ անհանգստացնում, որ ինչ են անում։ Իրոք, ինչ է անում Լիվերպուլը այս պահին, որ դու նայես ասես, հա, չէ, լավ, գլխավոր հավակնորդներն են, լավ, այս ֆուտբոլով իրանք Եվրոպան կգրավեն։ Լիվերպուլը բալանսի լուրջ խնդիր ունի։ Լիվերպուլը չգիտի դեռևս ինչպես օգտագործել այն բոլորին, որոնք կան խաղադաշտում։ Ֆլորիան Վիրցը շարունակում է ցույց տալ ոչ Ֆլորիան Վիրց ֆուտբոլ։ Այսինքն իր համար վճարել են 150, ինքը 50 միլիոնի էլ ֆուտբոլ ցույց չի տալիս։ Էկիտիկեն սկզբում թոփ էր, էկիտիկի հետ կապված խնդիրներ չկան, հա։ Սալահը ընդհանրապես չի երևում առաջին խաղակեսերում միջև սլոտի խառնվելը խաղի մեջ, որտեղ ես միշտ նշել եմ, չէ, որ սլոտյան Լիվերպուլը ավելի լավն է երկրորդ խաղակեսում։ Երբ որ սլոտը տենում է ինչա ուզում մրցակիցը, ինքը վերլուծում է 45 րոպե, հետո գնում է 15 րոպեում ամեն ինչ վերափոխում է Լիվերպուլի մեջ։ Առաջին խաղակեսերում Սալահը ընդհանրապես չի երևում, ընդհանրապես գնդակ չի ստանում։ Անհատապես փայլում է Գրավենբերգը, փայլում է Սոբոսլայը, բայց բալանսը չկա։ Ու ընկերներ, հիմա ասեմ, որ շատ բան էլ չեմ կարող Լիվերպուլի մասին ասել, որովհետև հա, ես նորից եմ շշտում, ես դժգոհ եմ, չկա բալանս, չկա կոնկրետ ձեռագիր, թե ինչը ոնց պետքա լինի, հա, Սոբոսլայը լավն է, Վան Դայկը շարունակում է թոփ մնալ, Ալիսոնը շարունակում է թոփ մնալ, բայց որպես այդպեսին ինչի հաշվին է Լիվերպուլը դեռևս հաղթում, դա ոչ մեկ չի հասկանում, լուրջ եմ ասում, ոչ մեկ դեռևս չի հասկանում, թե ինչի հաշվին է Լիվերպուլը հաղթում։ Որակի, դաժե որակ չկա այնտեղ։ Դեռևս լիքը հարցեր կան Արնե Սլոտին։ Որպեսզի հասկանաք ինչ հարցեր կան, Միլոշ Կերկեզը 35-րդ րոպեից փոխարինվում է, որովհետև Արնե Սլոտը այնքան դժգոհ է լինում Կերկեզից ու պլյուս են սիմուլյացիան, որ ինքան ում ատու գնային հրապարակում, որ ասում է չէ ախպեր, դու սարիլը, Կերկեզը ընդհանրապես չի տպավորում այս 4 խաղից հետո։ Չգիտեմ, դեռ պետքա սպասենք, ինչին պետքա սպասենք, ես էլ չգիտեմ։ Նայեք, ես Լիվերպուլի երկրպագու եմ, ես ասում եմ պիտի սպասենք, որտեվ երևում է, որ դեռ պետքա բալանս գտնեն, բայց ոնց պիտի գտնի Արնե Սլոտը բալանս, դա ոչ մեկ չգիտի։ Եվ դե ամենակարևոր հանդիպում Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված տուրում դա Մանչեսթերյան դերբին էր։ 3-0 հաշվով Մանչեսթեր Սիթին հաղթեց Մանչեսթեր Յունայթեդին։ Էրլինգ Հոլանդը վերջին 10 խաղում դառնում է 15 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, ինչը երբ որ ես ուզում եմ ասելու եմ Կիլիան Մբապեի մասին, որ ինքը շատ լավ մարզավիճակ է հավաքել ու 6-ից 6 է անում, երբ որ համեմատում ես Էրլինգ Հոլանդի վիճակագրությունը Կիլիան Մբապեի վիճակագրությանը, դա ասես ախպել լավ Կիլիան Մբապեի լավ մարզավիճակը որն է, երբ որ Հոլանդը սենց է անում։ Մանչեսթեր Սիթին հաղթեց 3-0 հաշվով ու էսի այն հանդիպումներից է, ինչը որ ես ասում եի Չելսիի մասին, որ թող հանդիպան հաշիվը չարտացոլի այն խաղը, որը մենք տեսանք իրականում։ Մանչեսթեր Սիթին այո, ինքը օգտվեց պայերից, Մանչեսթեր Սիթին ավելի վստահ էր, Մանչեսթեր Սիթին ավելի լավն էր, ինքը հաղթեց, որովհետև ինքը ունի Էրլինգ Հոլանդ։ Բայց Մանչեսթեր Սիթին ընկերներ, տիեզերական ինչ որ անհավանական բան չարեց։ Պեպ Գվարդիոլան, որ ասես ամբողջությամբ փոխել էր իր մտածելակերպը եւ այլն, չէ։ Մանչեսթեր Սիթին էլի թույլ էր բիլդափի ժամանակ։ Մանչեսթեր Սիթին գնդակը կորցնելուց կոնտր պրեսինգը կրկին չէր աշխատում, որքան որ պետք էր։ Ու Մանչեսթեր Յունայթեդը դրվագներ կար, որ կարողանում էր գտնել այդ բաց տարածությունները, շատ էր գտնում այդ բաց տարածությունները ու իրանք գրոհն էին ձեռնարկում։ Մանչեսթեր Սիթին հաղթեց, բայց Մանչեսթեր Սիթին աներևակայելի ինչ-որ բան չարեց, որպեսի ասես հա գիտես ինչ կա 2-3 գլուխ Մանչեսթեր Սիթին ուժեղ էր, դրա համար Յունայթեդը ոչ մի բան չկարողացավ անել։ Մանչեսթեր Յունայթեդն էր ուղղակի կրկին ոչ կազմակերպ։ Ու ես, որ շարունակաբար չեմ ուզում ասել պաշտպանում եմ, այլ ուղղակի չեմ հասկանում այն լայն քննադատությունը Ռուբեն Ամորիմի հասցեին, որը մենք այսքան ժամանակ տեսնում ենք, բայց բանը եկել ու հասել է նրան, որ ես ինքս իմ մեջ արդեն գիտակցում եմ ու ես էդի այնքան երկար մտածեցի, կոնկրետ այսօր այնքան երկար եմ մտածել, որ պատրաստ եմ արտահայտել, որ Ռուբեն Ամորիմը թոփ մարզիչ չի։
Ռուբեն Ամորիմը լավ մարզիչ էր, որը ուներ շատ լուրջ պոտենցիալ։ Ու այդ պոտենցիալը ինքը ցույց էր տալիս Պորտուգալիայի առաջնությունում Սպորտինգը գլխավորելիս։ Բայց Ռուբեն Ամորիմը թոփ մարզիչ չի։ Ու Ռուբեն Ամորիմը կատարել է շատ ռիսկային քայլ գալով Մանչեսթեր Յունայթեդ, ճգնաժամային ակումբ, որը այդ ճգնաժամի մեջ է 5+ տարի, ու դու գալիս ես միտեղ, որտեղ նախ ֆուտբոլիստները չգիտեն ինչա կատարվում, ղեկավարությունը չգիտի ինչա կատարվում, ու դու էլ որ գնում ես, դու ասում ես ես գիտեմ ընդ ինչ անեմ, բայց դու էլ հոգուտ խորքում գիտես, դու չգիտես ինչ այնտեղ կատարվում։ Ու ամեն խաղին, երբ որ ցույց են տալիս Ռուբեն Ամորիմին, ու դու դեմքին նայելով հասկանում ես, որ իր մոտ ինչ որ մտքեր կան, իր մոտ ինչ որ մի հատ անելանելի իրավիճակ կա, ու դու զգում ես, որ այս մարդը ծերանում է օր-օրի, այս մարդու մազերը սպիտակում են օր-օրի, այդ ժամանակ ուզում ես խղճաս։ Բայց ախր Մանչեսթեր Յունայթեդը երբեք այդ թիմը չի եղել, որ իրեն խղճաս։ Ուղղակի հիմա է դառնում այն պահը ու այն ժամանակահատվածն է հիմա, որ Մանչեսթեր Յունայթեդը արդեն պաշտոնապես թոփ չի։ Բայց կոնկրետ այս խաղի պարտությունը հիմնականում մեղավորությունը Ռուբեն Ամորիմն է, որովհետև Ռուբեն Ամորիմը մարշական քայլերում պարտվեց։ Ես չհասկացա Ռուբեն Ամորիմի մեկներկային կազմի ընտրությունը։ Ես չհասկացա թե ինչու էր Բրունո Ֆերնանդեսը հենակետային։ Ինչու չբարձրացնել Ֆերնանդեսին, դարձնել 3 հարձակվողներից մեկը, խաղալ Բեմոյի ու Շեշկոյի հետ, հենակետային գոտում ինչու չտեղավորել Կազեմիրոին, կամ եթե լավ չես ուզում երկու քանդող հենակետայինում, խի չկար Մեյնում, որը ամբողջ ամառ ուզում էր գնալ Մանչեսթեր Յունայթեդից, դուք իրան ասում եք չէ դու պիտի մնաս պայքարես, բայց իրան խաղաժամանակ չես տալի։ Մի ընթացքում երբ Էրիկ Տենհագի մոտ Կոբի Մեյնուն լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, ու հենց Տենհագի օրոք մենք տեսանք թե ինչի է ընդունակ Կոբի Մեյնուն։ Չի խաղում այդտեղեն։ Երկրորդ խաղակես մտավ Մազրաուի փոխարեն, Ֆերնանդեսը ելավ վերև, Մեյնուն վեկալեց կենտրոնը ու մի տեսակ, բայց ափսոս 3-0 էր արդեն, մի տեսակ ամեն ինչ սկսեց ստացվել Մանչեսթեր Յունայթեդի մոտ խաղադաշտի կենտրոնում։ Ոնց-ն է ստացվեց։ Բրունո Ֆերնանդեսը, ընկերներ, վայ, նայեք։ Ես կխնդրեմ դուք գրեք մեկնաբանություններում, որովհետև ձեր կարծիքը շատ հետաքրքիր է, Մանչեսթեր Յունայթեդի ներկայիս կազմից ով է իրապես Մանչեսթեր Յունայթեդի մակարդակի ֆուտբոլիստ։ Ոչ թե նրանով, որ հա Մանչեսթեր Յունայթեդի 13-րդ հորիզոնականում այնտեղ բոլորին կարա սխացկես, հա, այդ առումով որ նայես, բոլորն էլ Մանչեսթեր Յունայթեդի մակարդակի են, բայց Մանչեսթեր Յունայթեդի մակարդակին պետք է լինել ցանկությունով, պետք է լինել որակներով, պետք է լինել հոգեբանությամբ։ Օրինակ, եթե նայում ես անուններով, ընկերներ, 1000 ներողություն, կա Վանը Բրունո Ֆերնանդեսը ավելի մեծ անուն է, քան Ջիսուն Պարկը։ Դա փաստ է։ Մատիս Դելիկտը ավելի անունով ֆուտբոլիստ է, քան Ուես Բրաունը կամ Ջոն Օշին։ Նույն տրամաբանությամբ, օրինակ Բենջամին Շեշկոն ավելի հզոր կենտրոնական հարձակվող է, քան ունեցել է օրինակ Մանչեսթեր Յունայթեդը իր պայստային հարձակվողների չափ, որոնք խաղացել են։ Բա ոնց է ստացվում, որ այս ֆուտբոլիստները չեն համապատասխանում Մանչեսթեր Յունայթեդին, իսկ այն ֆուտբոլիստները համապատասխանում են Մանչեսթեր Յունայթեդին։ Կոնկրետ այս հանդիպումը ամբողջությամբ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի պարտությունն էր, որովհետև ինքը նախ սխալ որոշում էր կայացրել մեկներկային կազմը ընտրելիս, սխալ որոշումներ կայացրեց խաղի ընթացքում մարտավարորեն, բոլորը խայտարակ վատ խաղացին, ընդ Պատրիկ Դորգուն վատա, շատ վատա, ես դեմից գովում էի տղուն, բայց այդ տղեն չի հասկանում ոնց որ խաղադաշտում ինչա կատարվում։ Դոկուն ընդ ոչնչացրեց ուղակի բանին, Լենի Յորոին, դրա համար Յորոին հանեցին, մտավ Մագուայրը մեկը ոչ մի բան չփոխվեց։ Ոնց կարելի է այսքան տարիների դադարից հետո շարունակել վստահել Լյուկ Շոուին ու մտածել, որ ինքը ինչ-որ պերսպեկտիվնի պաշտպան է, չգիտեմ ընկերներ։ Ոնց Լյուկ Շոուն հիմա MLS-ում չի կամ Սաուդյան Արաբիայում չի կամ չգիտեմ Պրեմիեր լիգայի ստորին, չնայած ստորին թիմերից մեկում է, Չեմպիոնշիփը ներկայացնող թիմ, ես զարմանում եմ ոնց են Շոուին պահում միջև հիմա։ Ոնց։ Երբ որ Ժոզե Մորինյոն արա ասուլիսի ժամանակ բերանաց ասում է Լյուկ Շոուն կոնկրետ այս հանդիպումը խաղաց լավ, որովհետև ինքը խաղում էր իմ եզրում, այսինքն որտեղ տեխնիկական գոտին էր, որտեղ ես մոտիկի, ու ինքը խաղում էր իմ մտքով ու իր ոտքերով։ Փաստացի ֆուտբոլիստին ասում է, այս տղեն չի հասկանում։ Ու այդ ֆուտբոլիստը առ այսօր Մանչեսթեր Յունայթեդի մեկներկային կազմի ֆուտբոլիստ է։ Մանչեսթեր Սիթին չարեց երևակայելի ինչ որ մասնաց հեծանիվ
կամ ինչ որ մի հատ թազաբան, չէ, ընդհանրապես ընկերներ, ընդհանրապես։ Ուղղակի Manchester City-ն որսած, որակապես այն ինչը չկարողացավ որսալ Manchester United-ը։ Ու ի տարբերություն Manchester City, որտեղ աշխատում են Erling Haaland-ի վրա, չնայած որ Erling Haaland-ը կատարեց խաղադաշտում, ես այսօր դրեցի նորից նայեցի Manchester-յան դերբին, որտեղ Ուրարտու Արարատ Արմենիա հանդիպման հետ պայմանավորված չկարողացա այդ խաղը դիտել լայվ։ Դրեցի նորից նայեցի, ընկերներ Erling Haaland-ը կատարեց այնքան ծավալի աշխատանք խաղադաշտում առանց գնդակի, որ ուզում ես ոտքի կանգնես ու ծափ արես այդ ֆուտբոլիստին։ Ես հիշում եմ դրվակ անկյունային երկրորդ խաղակիսի մեկնարկի 4 անգամ անընդմեջ Հոլանդը հեռացրեց մրցակցի փոխանցումները 4 անգամ անընդմեջ։ Լավագույն կենտրոնական հարձակվողը, որը նախ կատարում է ծավալով աշխատանք, երկրորդ աշխատում է թիմակիցների վրա, երկրորդ աշխատում է համակարգի համար, երկրորդն ինքը նենց անում, որ իրան հարմար գտնեն խաղադաշտում։ Վերջին անգամ երբ եմ հիշում ես տենց հարձակվող, չգիտեմ։ Քեյնին մի համատեք, Լևանդովսկին մի համատեք Հոլանդի հետ, որտեղ իրանք դասական 9 չեն։ Իրանք ստեղծարար հարձակվողներ են։ Իսկ Erling Haaland-ը դասական 9 համարը, որը կատարում է շատ մեծ ծավալի աշխատանք, լավագույնը ամբողջ աշխարհում։ Բայց ի տարբերություն Erling Haaland-ի, Բենջամին Շեշկոյի վրա ոչ մեկ չի աշխատում։ Լավ, հիմա ասաղ ասում են, տենում եք Շեշկոն ինչ վատնա 75 միլիոն եւ այն։ Ընկերներ, հիշեք վերջին 10 տարվա մեջ Manchester United-ի կենտրոնական հարձակվողներին ով է փայլել։ Մի հոգի է փայլել։ Եթե հանում են Քրիշտիանո Ռոնալդոն, որտեղ Քրիշտիանո Ռոնալդոն ինքը ուրդելնի փայլելու է։ Էդինսոն Կավանին։ Միակ կենտրոնական հարձակվողը, որը լավն էր Manchester United-ում։ Այն էլ նրա համար Ով այն զանգում։ Այն էլ նրա համար, որ ընկերներ գիտեք ինչ կա։ Էդինսոն Կավանին եւս ստեղծարար էր։ Բենջամին Շեշկոյի վրա ընդհանրապես չեն խաղում։ Բենջամին Շեշկոյի վրա ընդհանրապես չեն խաղում։ Դրա համար էլ այդ մարդը խաղի ընթացքում ունի 4-5 հպում, 0 հարված, 0 օթային պայքար, 0 ամեն ինչ։ Ոնց դու կարող ես ունենալ դասական 9 համար ու չխաղալ իր վրա։ Երբ որ դու ունես նաև մատակարար Բրունո Ֆերնանդեշի տեսքով։ Բրունո Ֆերնանդեշը արդեն որևէ անգամ ցույց տալիս, որ ինքը բնավորությամբ Manchester United-ի ֆուտբոլիստ չի, մոտիկ էլ չի, հոգեբանորեն ինքը պատրաստ չի, ու ամենակարևորը, ինչը ես ամբողջությամբ աջակցում եմ Ռոյ Քինին, ինքը ասում է, ոնց կարող ես դու լինել Manchester-յան դերբիում ու քո թիմը չունենա դեղին քարտ։ Այտենց soft, այտենց փափուկ խաղալն ում է պետք։ Չգիտեմ, ամեն անգամ ես խոսում եմ Manchester United-ից, ամեն անգամ ես զայրանում եմ։ Ու երևի թե այսքանով ավարտեմ կոնկրետ Պրեմիեր լիգայի մասին թեմաներ, այնտեղ խոսանք Ռեալից ու Ինտերից, սահմանափակվենք, բայց սա տխրություն է, ընկերներ։ Սա անելանելի իրավիճակ է ու չգիտես թե որն է խնդրի լուծումը։ Manchester United-ը չունի խնդրի լուծում։ Սա ամենատխուր բանն է։ Իսկ Manchester City-ն հաղթեց, բայց Manchester City-ի մոտ խնդիրներ կան։ Դոնառուման իր նորամուտը նշեց ու փայլեց։ Բայց իմ ընկերները, որոնք դիտել են Ֆրանսիայի առաջնություն, ինձ ասում են խաղաց լավ, թույն, համբերի։ Տես ինքը 5 խաղ իրար վրա սենց խաղա թե չէ։ Դրա համար ես հիմա ասում եմ, ապրի Դոնառուման էս խաղում, բայց եկեք հələ սպասենք։ Իսպանիայի առաջնությանն անցնենք, մի թիմ կա, որի մասին ես խոսելու եմ, դրա համար գուցե այս հատվածը այդքան էլ երկար չլինի։ Մադրիդի Ռեալ, Բարսելոնա, Ատլետիկո Մադրիդ։ Նախ Ատլետիկո Մադրիդի մասին նախորդ տեսանյութի ընթացքում խոսել էի, թե իրանք ինչ ոչ ստաբիլ մրցաշրջանով են սկսել, 4 խաղ, 2 ոչ ոքի, մի պարտություն, մի հաղթանակ, հաղթեցին Վիլյարեալին, որպես այդպեսին այդ 4 խաղերից ամենաբարդ հանդիպումը Ատլետիկոն կարողացավ հաղթել։ Ես շարունակում եմ պնդել, որ Դիեգո Սիմեոնեն վաղուց սպառել է իրան Ատլետիկոյում, ու ինքը պետք է հեռանա, չգիտեմ, գուցե ազգային հավաքական գլխավորի, բայց հիմա էլ պետք չի ինքը Ատլետիկոյի մարզի։ Բարսելոնան հաղթեց 6-0 հաշվով Վալենսիային, այնտեղ բրավո Հանս Ֆլիկին, որը չի ճանաչում հեղինակություններ, Ռաֆինյան գլխավոր գործոնը, երբ որ չկար Լամին Յամալը վնասվածքի պատճառով, Ռաֆինյան գլխավոր դերակատարն է թիմի, բայց քանի որ ինքը ուշացել է մարզումից, ինքը դուրս չեկավ մեկնարկային րոպեներից խաղադաշտ, բայց էդ էլ ինչ որ խնդիր չէր, Բարսելոնան տիրում էր խաղային առավելությանը, ինքն էր թելադրում ինչը ոնց պիտի լինի, 6-0 հաշվով հաղթեց Վալենսիային խորտակվող, բայց շատ ցավալի պատմություն է դա Վալենսիայի մասին երբ որ խոսում ենք, դուբլեր Լևանդովսկի, Ֆերմին Լոպեսի ու Ռաֆինյայի կատարմամբ, այնտեղ ինչ որ բան չկա ասելու, ապրեն
ֆուտբոլիստները, բայց հենց այդպես էլ պետք է վերջանար։ Իսկ Մադրիդի Ռեալը, որը 3 անընդմեջ հաղթանակ տոնեց, բայց դեռևս մենք չէինք կարող ինչ-որ կարծիք հայտնել Ռեալի մասին, որովհետև որպես այդպեսին մրցակիցներն էլ թույլ չէին տալիս, որպեսզի մենք ամբողջությամբ արտահայտվենք։ Եվ արի ուտես, որ Ռեալ Սոսիեդադի դեմ արտագնա հանդիպումը ստացվեց բավականին բարդ, ճիշտ է, այն չէր թվում բարդ մեկնարկային 30 րոպեներից հետո, երբ Ռեալը արդեն մի քանի դրվագ ստեղծեց ու գոլի հեղինակ էլ դարձավ, բայց արի ուտես, որ մրցավարական հերթական գործողությունը դժվարություն առաջացրեց Մադրիդի Ռեալին, բայց միջև դրա, քանի որ խոսեցինք մրցավարական որոշումներից, 3 շաբաթ անց Իսպանիայի մրցավարական կոմիտեն հայտարարեց, որ Մալյորկա Բարսելոնա խաղի ընթացքում, երբ Յամալը դարձավ, Տոլի Ֆերան Տորեսը դարձավ գոլի հեղինակ, այդ խփած գնդակը պիտի չեղարկվեր կամ չհաշվվեր, որովհետև հարված կար գլխին ու առողջական ու FIFA-ի բոլոր օրենքների համաձայն այդ գոլը չպետք է հաշվվեին։ Մերսի շատ կոմիտե ջան, որ դուք 3 շաբաթ անց էդի նոր հայտարարում եք, երբ որ միավորը արդեն իմաստ չկա, ոչ դա քննարկելու միավորը չեն հելնելու ու թաղեմ ես ձեզ բոլորիդ։ Ռեալը շատ վստահ, շատ հստակ խաղում է ու հաղթում է 1-0 հաշվով ու կրկին հայտնվում է մի հատ իրավիճակ, որտեղ կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվում գլխավոր մրցավարը։ Ես հիմա անազգանունը չեմ հիշի, պետք է չի, իմաստել չկա։ Բայց ես չեմ էլ պատրաստվում ամբողջությամբ մեղադրել գլխավոր մրցավարին։ Ինչու՞, որովհետև նախ շատ հիմար քայլի գնաց Դին Հոյսենը, հա, եթե նայել դիտել եք հանդիպումը, երկար փոխանցում գնաց թիկունք, Դին Հոյսենը ուշացավ, Օյարզաբալը դուրս էր գալու երևի թե հարվածային դիրք, Հոյսենը թիկունքից բռնեց ուսից խախտեց կանոնները ու միանգամից կարմիր քար որպես վերջին հույսի խախտում, բայց նույնիսկ վառին բան չարեցին, չանդրադարձան տվյալ դրվագում։ Հիմա մեղավոր էր մրցավարը, պիտի դիտարկեր, չպիտի դիտարկեր։ Հիմա հասկանում եք Իսպանիայի մրցավարությունը այնքան թույլ մակարդակի վրա, ինչպես է իրենց առաջնությունը, որ կարծես թե արդեն նորմալ է, որ յուրաքանչյուր տուրում, յուրաքանչյուր խաղում ինչ-որ սխալ պետք է լինի, հատկապես երբ որ Ռեալն ու Բարսելոնան։ Ես վստահ եմ, որ մնացած խաղերում էլ կան սայթակումներ, շատ լուրջ սայթակումներ, բայց քանզի, չգիտեմ, Լևանտը էլ չէ խաղը, ոչ մեկ չի ուսումնասիրելու մրցավարական գործողությունները չի քննարկելու, այնտեղ ոչ մի խնդիր չկա։ Միայն Բարսայի ու միայն Մադրիդի Ռեալի խաղերին են, որ մրցավարները ինչ-որ բան են մոգունում։ Կարելի էր այդ դրվագը ուսումնասիրել, արդյոք կար 11 կարմիր քարտ թե չէ, որովհետև համընթաց վազում էր նաև Էդեր Միլիտաուն, ու դժվար այդ տարածությունով միանգամից Օյարզաբալը դուրս գալ մենակ։ Այսինքն որպես այդպեսին վերջին հույսի խախտում չէր, բայց Դին Հոյսենը ցույց է տալիս, որ ինքը այո հուսալի է գնդակով, բայց երբ որ դեռ գնդակով չի, ինչ-որ մի հատ խակ բաներ ունի ու վնասվածքի պատճառով չկա նաև Անտոնիո Ռյուդիգերը 3 ամիս հանդես չի գալու ու պետք է հարցեր ուղղել արդեն Մադրիդի Ռեալի ֆիզպատրաստության մարշչին ու ռեաբիլիտոլոգներին, որովհետև կոնկրետ պաշտպանությունում Ռեալի մոտ կարծես թե վերադառնում է ճգնաժամային հատվածը։ Էդեր Միլիտաուի հետ կապված այո ինքը շատ լավ խաղաց, բայց պետք չի հուսալ, որ ինքը ամբողջ մրցաշրջանում լինելու է հասանելի, որովհետև ընկերներ կներեք, երկու ծնկները Խաչաձև, տոլի երկու չէ, նույն ծունկը Խաչաձև, որ երկու անգամ Խաչաձև կապանի վնասված ստացած ֆուտբոլիստը, պատռած ֆուտբոլիստը չի կարող այլևս համարվել հուսալի։ Գավին ձեզ վառ օրինակ, որը կրկին վնասվածք է ստացել։ Մադրիդի Ռեալը լավն է, Մադրիդի Ռեալը շատ լավն էր պրեսինգի ժամանակ, Մադրիդի Ռեալը նույնիսկ 10 ֆուտբոլիստով պրեսինգ էր գնում բարձր, ինչը խուճապի էր բերում Ռեալ Սոսիեդադին։ Ես դեռևս գոհ եմ Խաբի Ալոնսոյի ցուցադրած ֆուտբոլից, այն փիլիսոփայությունից, որը ինքը ունի Մադրիդի Ռեալի հանդեպ։ Արդա Գյուլերն է շարունակում շատ լավ խաղալ, բայց ինձ թվում է դա ժամանակավոր է, որովհետև կա Բելինգեմ, որը վերադառնում է, աննորմալ վերականգնողական փուլ անցել, ոնց հասկացա Ջուդ Բելինգեմը, որը 2 ամիս շուտ է հայտնվել հայտարարություն ու լինելու է Չեմպիոնների լիգայում։ Իդեպ Չեմպիոնների լիգան մեկնարկում է այսօր, երբ որ դուք դիտում եք տեսանյութը, ու ես ամեն օր խաղից հետո ունենալու եմ ուղիղ եթեր, որտեղ մենք քննարկելու ենք խաղային օրվա հանդիպումները, այնպես որ ձեզ սպասում եմ կամ Telegram-ում կամ YouTube-ում կգրեմ իմ Telegram-յան հարթակում, ինչը եւս հավելա ստիմուլ է, որպեսզի դուք գրանցվեք իմ Telegram-յան հարթակին, որտեղ կլինեք ուշադիր։ Եվ կարծում եմ, որ Մադրիդի Ռեալը շատ լավն է Կիլիան Մբապեի առաջատարությամբ։ Կիլիան Մբապեն տպավորություն է, որ վերադարձրել է իր այդ 2018 կամ 2020-21 մրցաշրջանը, որտեղ հիշում եք Նեյմար ու Կիլիան Մբապե պլյուս այնտեղ կար Դի Մարիա, այտենց տարակցնելով գնացին հասան միջև եզրափակիչ, այդ Կիլիան Մբապեն ոնց որ թե, հա, աչքով չտանք վերադառնում է խաղադաշտ ու եթե դա այդպես է, ցավում եմ շատ ու շատ թիմերի համար, շատ ու շատ ֆուտբոլիստների համար, որովհետև Կիլիան Մբապեն հիմա հավաքում այնպիսի մարզավիճակ, որը մենք սպասում ենք արդեն 1 տարի է Մբապեից։
6 խաղ 6 գոլ թիմ ու հավաքականներում, դա իհարկե շատ տպավորիչ է։ Կիլիան Մբապեն գտնում է այն ֆուտբոլը, ինչը ցանկանում է Խաբի Ալոնսոն, Կիլիան Մբապեն քիչ ամնում խաղից դուրս վիճակ, ինչը զարմանալի է։ Բայց եւս մեկ բան։ Ընկերներ, նկատել եք, որ Կիլիան Մբապեի ֆանտաստիկ մարզավիճակից խամրում է Վինիսիուսը։ Հիմա ես գիտեմ ովքեր ինձ կասեն, դե Վինիսիուսը կեղտոտ գործ է կատարում։ Տեսակ գոլի ընթացքում ինչ պրեսինգ արեց այդ տղեն։ Եթե մենք արտահայտվում ենք այդպես, ուրեմն ընդունում ենք, որ Վինիսիուսը այլևս սուպեր աստղ չէ Մադրիդի Ռեալում։ Մենք դա ուղղակի պետք է ընդունենք, որ կա Մբապե, գալու է Բելինգեմ, որը երբ որ ես խոսում եմ PR-ված անձնավորության մասին, չի ցանկանալու լինել եւս աշխատող ձի, լինելու ու ցանկանալու լինի բան, սկակուն, հայերեն մոռացա բառը, այն որ գլխավոր դերակատարներից մեկը, բաուր կկորե Վինին։ Վինիսիուսը այո ինքը խաղադաշտում աշխատում է։ Վինիսիուսին փոխարինեց Խաբի Ալոնսոն, որ կատարի մարտավարական փոփոխություն ու 10 ֆուտբոլիստով կարողանա դիմակայել Ռեալ Սոսիեդադին։ Այս է հետաքրքիր է։ Ես խոսել եմ Մհերի հետ մեր ոդքասթի շրջանակում, Մբապե թե Վինիսիուս, ով է ավելի կարևոր այս Ռեալի համար, Մհերը ասաց, որ Մբապեն։ Իսկ հետաքրքիր է, արդյոք Վինիսիուսն է այդպես մտածում, որովհետև երբ մեզ ցույց տվեցին նրան պայստայինների նստարանին, նրա դեմքը այդքան էլ ուրախ չէր։ Իսկ դա կարող է բերել լուրջ խնդիրների։ Սպասենք Մադրիդի Ռեալին, սպասենք տեսնենք ինչ է դառնալու։ Դեռևս գոհ եմ, դեռևս լավ է։ Ես շարունակում եմ ասել, որ Ռեալը ամենահետաքրքիր թիմերից է այս մրցաշրջանում ու բարդ հանդիպումները դեռ առջևում են։ Չեմպիոնների լիգան էլ սկսվում է։ Տեսնենք ինչի է հասնելու Մադրիդի Ռեալը Ալոնսոյի գլխավորությամբ։ Դեռ ամեն ինչ լավ է։ Դե իսկ վերջում Տրենտ Ալեքսանդր-Արնոլդ ընկերներ։ Խայպը չաշխատեց, կարծես թե։ Արնոլդից չեն խոսում։ Իսկ նա պայստային է, որովհետև Դանի Կարվախալը գերֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Ինչ ուզում ես արա։ Պատմության լավագույններից իր դիրքում։ Բեքեմի գործոնը, ինչ ես սիրում եմ ասել ու ինչ ես շատ եմ կարդացել, տեսել, Բեքեմի գործոնը չաշխատեց Տրենտի օրոք։ Տրենտի մոտ այնպես է, եթե լավ կխաղաս, կխոսենք քեզանից, եթե չխաղաս, քեզ շատ արագ կմոռանան։ Մի տեսակ ինչ որ մեկին հիշացնում է ինձի բրազիլացի, որ էլի գնաց Լա լիգա Լիվերպուլից։ Ինչ կասեք։ Ընկերներ, հիմա ձեր մոտ տպավորություն կստեղծվի, թե ինչա էսի ու ոնց եմ ես այս ամեն ինչը անում ու խի եմ սենց անում։ Խնդիրը կայանում է նրանում, որ ես տեսանյութս նկարանեցի, սաղ մատերիալը գցեցի նոթբուքի մեջ, գնացի ընկերոջս տեսա, վերադարձա, որ պիտի արդեն դասավորեի, որ վաղ առավոտյան մոնտաժեի, որ տեղադրեի YouTube-ում, ու բանից պարզվում է, որ ես Ինտեր Յուվենտուսից չեմ խոսացել։ Իսկ Ինտեր Յուվենտուսը գլխավոր թեմաներից մեկն էր, կոնկրետ այս տեսանյութի։ Կանեմ սենց, եթե դժվար է կամ ընդունելի չի, հազար ներողություն, բայց պիտի անեմ։ Երկար է չի տևի, որ այս կադրը շատ երկար չտևի, բայց հիմա Յուվենտուս-Ինտեր հանդիպումը 4-3 հաշվով ավարտվեց ու իտալական ասերիայում ընդհանրապես այս տուրում բավականին լավ հանդիպումներ էին։ Մի փոքր ցածրել եմ խոսում, որտեղ բոլորը գնաց են։ Նապոլին շարունակում է լինել ֆավորիտ չեմպիոնության համար, իդեպ ոչ մեկ դրա մասին առ այսօր չի խոսում։ Նապոլին հաղթեց 3-1 հաշվով Ֆիորենտինային, Կևին Դե Բրույնեն շարունակում է աստվածային կերպով իրան պահել ինչպես Պրեմիեր լիգայում, այդպես էլ արդեն իտալական ասերիայում։ Դարձավ գոլի եղինակ, կատարեց գոլային փոխանցում, Հոյլունդը դարձավ գոլի եղինակ 14 րոպե անց իր դեբյուտից, ինչը խոսում է եւս մեկ անգամ այն մասին, որ անիծված է Մանչեսթեր Յունայթեդը, Միլանը կարողացավ հաղթել Բոլոնիային, ճիշտ է, ես այդ հանդիպումը դիտել եմ, բայց չեմ լուսաբանել իմ Telegram-յան ալիքում, ու մի փոքր հիասթափված եմ այդ խաղից, ինչի, որտեղ ես այդ հանդիպումը ուզում էի նաև Վինչենցո Իտալիանոյի համար, բայց անեն ստացվեց, որ Մասիմիլիանո Ալեգրիի ֆուտբոլը ավելի շատ աշխատեց ու տխրությունը ավելի շատ էր, քան Վինչենցո Իտալիանոյի մարտավարական ճիշտ քայլերը։ Ընդ Ալեգրին կարմիր ստացավ, ընդ իր ժակետը հանեց,
վիճակ հանեց, գորգրած, բրավո, մի խոսքով Ալեգրիի ոճով 1-0 Մոդրիչը դարձավ գոլի հեղինակ, երկու կոպիտ ասած ծերուկներ, որոնք փայլում են իտալական սերիայում։ Ու Յուվենտուս Ինտեր 4-3 հաշվով Յուվենտուսը կարողացավ հաղթել Ինտերին։ Ես խաղից առաջ նշել էի, որ ֆավորիտը այս դիմակայությունում Յուվենտուսն է, որտեվ նախ ավելի հասկանալի տրանսֆերներ արեց Յուվեն, ի տարբերություն Ինտերի, Յուվեն ունի գլխավոր մարզիչ, որը գիտի թիմին նախորդ մրցաշրջանից, Յուվեն ուներ բավականաչափ նախապատրաստական շրջան, թե Յուվենտուսը, թե Ինտերը մասնակցում էին աշխարհի ակումբային առաջնությանը, եթե չեմ սխալվում, երկուսն էլ բավականին շուտ դուրս մնացին, հիմա չեմ հիշի, ու իրանք երկու լավ թիմերով պատրաստված շատ լավ հանդիպում անցկացրեցին, որտեղ ինչպես նախորդ տարի, հա, բոլորս հիշում ենք 4-4-ը, որը մրցաշրջանի լավագույն հանդիպումներից մեկն էր, ստիպեց, որպեսզի ես նորից դիտեմ այդ խաղը ինչ որ ակնկալիքով։ Ի վերջո դերբի d'Italia է։ Այդպես էլ եղավ, ես տպավորված եմ, որպես ֆուտբոլասեր, որը կարող է դիտել ֆուտբոլը միայն գոլերի ու ակտիվ խաղի համար, ամբողջությամբ գոհացրեց։ Յուվենտուսին շատ զարմանալիորեն հաճելի էմոցիաներ պարգևեց, որովհետև Յուվենտուսը խաղաց շատ լավ ֆուտբոլ, ընդհանրապես խաղը կարելի է 3 կտորի բաժանել, առաջին կտորում Յուվենտուսն էր top, Ինտերը տանջվում էր, երկրորդ կտորը Ինտերն էր ճնշում մրցակցին, երրորդում Ինտերը ճնշելուց հետո հոգնեց եւ Յուվենտուսը կարողացավ միջև վերջ պատասխանել ու հաղթանակ տոնել։ Բավականին լավն էին բոլորը Յուվենտուսի կազմում, այսպես ասեմ, թե Իլդիզը, թե Վլահովիչի համար առանձին ուրախ եմ, ինչի, որովհետև Վլահովիչին հիշում եք, բոլորը արդեն հաշվից հանել էին, Յուվենտուսի ղեկավարությունը ասում էր, որ մենք պատրաստ ենք վաճառել Վլահովիչին եւ այլն, բայց հիմա ֆուտբոլիստը մնաց, իրան ուզող թիմ չգտնվեց, տենց որ ինքը ուզում էր խաղար, մնաց Յուվենտուսում ու բանից պարզվում է, որ բերեցին Օպենդա, բերեցին Ջոնաթան Դեյվիդ, բայց խաղ փոխողը հենց այս պահի դրությամբ դեռևս Դուշան Վլահովիչն է։ Յուվենտուսը շատ լավ սկսեց, այսինքն պաշտպանությունում բալանսը կա, կիսապաշտպանությունում Կեֆրեն Թյուրամն ու Տեմուկուպ Մեյներսը շատ լավ են խաղում, եզրերում Yıldizն ու Կոնսենսաուն շատ լավն են, հարձակման կրակակետում Դուշան Վլահովիչը միմյանց շատ լավ են հասկանում եւ այլն, ու այս ամենը բերեց Յուվենտուսի հիասքանչ մեկնարկի, որտեղ Յուվենտուսը շատ արագ գոլ խփեց, բայց Ինտերն թույլ չտվեց, որպեսզի այդ ճնշումը Թեկուզալյան ստադիոնում շարունակվի, իրանք արագ պատասխանեցին ու որպես այդպեսին, եթե նայում ես խաղին, ընկերներ, մարտավարական շատ քիչ բան կտեսնես, բայց դու կտեսնես այնտեղ բնավորություն, դու կտեսնես այնտեղ դետալներ, փոխարինման մտած ֆուտբոլիստների այդպես որոշումներ գլխավոր մարզիչների կողմից, մեկի կողմից ճիշտ, մեկի կողմից սխալ ու շատ լավ ֆուտբոլ, որտեղ ավելի արդյունավետ գտնվեց Յուվենտուսը։ Քրիստիան Կիևոյի Ինտերի հետ կապված ես ունեմ շատ լուրջ հարցեր, ընկերներ, շատ լուրջ հարցեր, որովհետև ես ի սկզբանե չեմ համարել Կիևոյին Ինզագի արժանի փոխարինող, ու Կիևոյի մոտ ամեն ինչ շատ սահմանափակ է, հասկանում եք, իրան իրականում չտրամադրեցին էլ այն ինչ ինքը ուզում էր, այն ինչին ինքը արժանի էր, այսինքն նոր տրանսֆերներ, top տրանսֆերներ, այսինքն որպես այդպեսին ամենահաճելի տրանսֆերը, որ ունի Ինտերը, դա Բենժամին Պավարի փոխարեն, որպես փոխարինող, դա Մանուել Ականջին է, փորձառու ֆուտբոլիստ, լավ ֆուտբոլիստ, բայց այդքանով սահմանափակվում ենք, բերել են մի հատ ֆուտբոլիստ, հարձակվող, անունսկի չեմ հիշում, Սուչի չեմ բերել կենտրոնական կիսապաշտպան, կրկին ինչ-որ լուրջ բանի մասին չի, Քրիստիան Ասլանի վաճառեցին, ճիշտ է, ինքը լավ պոտենցիալ ուներ, լավ ֆուտբոլիստ էր, ու Ինտերի հետ կապված ունեմ շատ հարցեր ու հատկապես թե ինչպես է աշխատում Քրիստիան Կիևոն Լաուտարո Մարտինեսի հետ։ Բոլորս էլ գիտենք, որ Լաուտարո Մարտինեսը Ինտերի գլխավոր ակտիվն է, Ինտերի թիմի ավագն է, ու Ինտերի առաջատարն է, ֆուտբոլիստ, որը արդեն 3-4 տարի է ցույց է տալիս, թե ինչու ինքը առաջատար սերիայում խփել է 20+ գոլ գրեթե բոլոր մրցաշրջաններում, բայց հիմա Լաուտարո Մարտինեսը այն ֆուտբոլիստն է, որ իրեն փոխարինում են, հասկանում եք, այսինքն Մարկոս Թյուրամը հարձակման կրակակետում ավելի լուրջ հարցերի պատասխան է տալի ըստ Կիևոյի, քան Լաուտարո Մարտինեսը։ Դա արդեն լուրջ խնդիր է։ Փոփոխությունների հետ կապված Ինտերը սխալներ շատ արեց, Կիևոն սխալներ շատ արեց, ինքը դուրս բերեց խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկին, Հական Չալանօղլուին, դուրս բերեց Բարելային, մտավ Զիելինսկին ու մտավ Սուչիչը։ Երկուսն էլ չինտեգրվեցին խաղին, երկուսն էլ չկարողացան հասկանալ խաղի տեմպը ու տվեցին ամեն ինչ, հենց եթե ուշադիր եղել եք
վերջին գոլը Ադզիչի ֆանտաստիկ կրակոց է, իդեպ ոնց ինքը առանց թափավազքի կարողացավ տենց գոլ խփել, բրավո, բայց փաստը մնում է փաստ, որ Քրիստիան Կիևին ուղղակի չկարողացավ կարդալ խաղը ճիշտ ու կատարեց սխալ փոփոխություններ, ինչը չես ասի Իգոր Տուդորի մասին։ Տուդորը երբ որ 2-3 էր հաշիվը ու թիմը պարտվում էր, շատ ճիշտ փոփոխություններով ստերեց խաղը, գնաց ստանդարտների վրա, որտեղ իր թիմը ուժեղ է ու նախ 3-3 Կեֆրեն Թյուրամը ու դե շատ թոփ էր, երբ որ Մարկոս Թյուրամն է գոլ խփում ու մեջքն է ցույց տալիս մարզաշապիկը, հետո Կեֆրեն Թյուրամն է խփում, իր մարզաշապիկն է ցույց տալիս, վերջում օպերատորի հիանալի աշխատանքը ցույց է տալիս Լիլիան Թյուրամին, այդ երկու ֆուտբոլիստների հորը, ու դա երկե շատ հաճելի էր։ Ընդհանուր առմամբ ինչ կարամ ասեմ, պարտվեց Ինտերը, որովհետև չգուշակեց Կիևում, հաղթեց Յուվենտուսը, որովհետև ճիշտ էր պատրաստվել Տուդորը։ Յուվենտուսը այն թիմն է, որը այս մրցաշրջան պայքարելու է չեմպիոնության համար։ Ես վստահ եմ դրանում։ Ինչը չեմ ասի Ինտերի մասին։ Ինձ թվում է Ինտերը այս մրցաշրջան չեմպիոնության պայքարից դուրս է լինելու, ունդեղ կա Ռոմա, որը ոչ պակաս լավ պատրաստվում է, Յուվենտուս, կա Նապոլի ու ընթացքային Ինտերին խանգարողներ շատ են լինելու։ Ինչքանով է պատրաստ Կիևում փոխի մտքեր, ավելացնի մտքեր ու համակերպվի այն փաստին, որ ինքը ունի այնինչ ունի, պետքա արդյունք տալ, ցույց կտա ժամանակը։ Բայց այս պայդրությամբ Քրիստիան Կիևուն մեղմասած չի տպավորում, ինչը ցավալի է։ Մխիթարյանը առաջին խաղակեսը շատ վատ խաղաց, երկրորդ խաղակեսում շատ լավ խաղաց, կերպարանափոխվեց Հենոն ու դրա համար էլ մնաց գործող կիսապաշտպանից միակը, որ մնաց խաղադաշտում, 90 րոպե անցկացրեց, բայց այսպես ասեմ, Մխիթարյանը եւս առանձնակի կերպար չէ Քրիստիան Կիևուի մոտ ու շատ ենք տեսնելու այս մրցաշրջանում, որ Մխիթարյանը մնա պայստայինների նստարանին, շատ ենք տեսնելու, որ ինքը փոխարինվի շատ շուտ, ճիշտ է այս խաղը բացառություն էր, ինքը որոշեց Չալհանօղլուին հանել, ինչը մեծ սխալ էր, որովհետև Չալհանօղլուն էլ այդ բալանս տվողը, պաշտպանությունից հարձակում կապող օղակը ու իր խաղադաշտից հեռանալուց հետո Զիելինսկին պիտի տիաներ, ինքը չկարողացավ դա անի։ Ինչը արագ հասկացավ Տուդորը ու միանգամից մտցրեց թարմ կիսապաշտպան, որը ամբողջությամբ պատրաստ էր հնձել Ինտերի կիսապաշտպանության կենտրոնը, դա Ադզիչն էր ու բերեց իրականում արդյունքը։ Յուվեն լավն էր, ես էլի կդիտեմ Յուվենտուսի խաղը Չեմպիոնների լիգայի, կդիտեմ Դորտմունդի Բորուսիայի հետ, շատ խնդալու է լինելու Բորուսիայի խաղը նայելը։ Իսկ Ինտերը, չգիտեմ, համբերություն Ինտերի երկրպագուներին, որովհետև այս մրցաշրջանը կարծում եմ վերջին 4 տարվա մեջ լինելու ամենաթույլը։ Ու այն նշաձողը, որը դրել է Ինտերը, մեղմացած չի արդարացնի այս մրցաշրջանում։ Չգիտեմ, գուցե ամեն ինչ փոխվի, գուցե ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ինտերնետ համալրումներով է աչքի ընկնում, որ միանգամից միտքդ փոխում ես, բայց կոնկրետ այս պայդրությամբ չես կարող դա ասել։ Ու դա իհարկե կոնկրետ հայ երկրպագուի համար, որպես Հենրիխ Մխիթարյանի երկրպագու շատ տխուր է, բայց պետք է ընդունել այն փաստը, որ Ինտեր այլևս նույնը չէ։ Սիմոնե Ինզագին այս կազմից, այս թիմից քաղեց առավելագույնը։ Հիմա Կիևին պետք էին թարմացումներ, Կիևուն չկարողացավ այդ թարմացումները ապահովի ինքն իր համար ու համոզի ղեկավարությանը, որ պետք է նոր ֆուտբոլիստներ։ Այո, հասկանում ենք, որ Ինտերը ունի ֆինանսական խնդիր ու որպես այդպեսին ունի 3 ֆուտբոլիստ, ում վաճառքից կարող է ստանալ մեծ գումար։ Դա Լաուտարո Մարտինեսն է, դա Ալեսանդրո Բաստոնին է, դա Նիկոլո Բարելլան է։ 3-ից մեկը առնվազն հեռանալու է մյուս մրցաշրջանի Ինտերից, ես գրեթե վստահ եմ դրանում, որովհետև ֆինանսական խնդիրներ էլ կան Ինտերի մոտ, իսկ այդ բալանսը պետք է պահել նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու համար։ Իմ կարծիքով այդ ֆուտբոլիստը լինելու է Բաստոնին, բայց կա նաև Լաուտարո Մարտինեսի տարբերակը։ Չգիտեմ, Բարելլային չեմ հավատում այդքան էլ։ Տեսնենք ինչ կտա Իտալիայի առաջնությունը, բայց կոնկրետ այս տուրով ես իրոք տպավորված եմ։ Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում, որ Ինտեր Յուվենտուս հանդիպան կտորը նկարում եմ այսպես, որովհետև իրոք մոռացել է, որ մտքումս տեղավորվել էր, որ խոսել էի, բայց պարզվեց, որ չեմ խոսել։ Բայց դե թերևս այսքանը, եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը լայք, բաժանորդագրվիր իմ YouTube-յան էջին, հետևիր ինձ սոցիալական հարթակներում, իսկ մենք կհանդիպենք արդեն Չեմպիոնների լիգայից հետո։ Կխոսենք այդ հանդիպումներից, որովհետև ինձ թվում է մենք այնտեղ խոսալու շատ բան ենք ունենալու։ Ձեզ հետ Գևորգներ, կհանդիպենք։